Միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին Իսրայելը հունիսի 13-ին հարվածեց Իրանին։ Հրեական պետության հայտարարված նպատակն էր ոչնչացնել Իսլամական Հանրապետության միջուկային բալիստիկ կարողությունները և բացառել Իսրայելին սպառնացող վտանգները։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգներն առանց կոնգրեսի համաձայնության փաստացի ներգրավվեց հակամարտությանը և B-2 ռմբակոծիչներով թիրախավորեց Իսլամական Հանրապետության տարածքը, նախապես մտահոգություն հայտնելով, որ Իրանը բավարար ռեսուրսներ ունի 3 շաբաթվա ընթացքում մինչև 10 միջուկային ռումբ ստեղծելու համար։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ Իրանի հարստացման հիմնական օբյեկտները ոչնչացվել են։ Իրանը երբեք չի վերականգնի դրանք։ Եթե Թեհրանը գործարք չկնքի, հաջորդ հարվածներն ավելի հզոր կլինեն։ 12-օրյա ռազմական գործողություններից հետո Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին և հայտարարեց՝ հասել են իրենց նպատակներին։ Իրանը զրկվել է միջուկային զենք մշակելու հնարավորությունից։ Մենք զրոյացրինք իրանական միջուկային ծրագիրը, կխափանենք այն վերականգնելու փորձերը։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը։ Իրանի միջուկային ծրագրին լուրջ վնաս է հասցվել, այդ մասին վկայում են հետախուզական տվյալները։ Իրանի միջուկային մի քանի կարևոր օբյեկտ ոչնչացվել է, դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Կենտրոնական հետախուզական վարչության հայտարարությունից մեկ օր առաջ, սակայն CNN-ը և New York Times-ը վկայակոչելով ռազմական հետախուզության աղբյուրները գրել էին, որ Իրանի միջուկային օբյեկտները աննշան վնաս են կրել ամերիկյան հարվածներից, իսկ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը հետ է ընկել ընդամենը մի քանի ամսով, այլ ոչ տարով։ Դոնալդ Թրամփը մեղադրել է ամերիկյան ԶԼՄ-ներին ապատեղեկություն տարածելու համար։ Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ քննադատել էր նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի այս տարվա մարտի հայտարարությունը, որ ըստ ամերիկյան հետախուզության Իրանը միջուկային զենք չի մշակում։ Թեև Թուլսի Գաբարդն ընդունել էր, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները ամենաբարձր մակարդակի վրա են և աննախադեպ են միջուկային զենք չունեցող պետության համար։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մայիսի զեկույցի Իրանը կուտակել է մինչև 60% հարստացված ուրան, մինչդեռ միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է 90% հարստացված ուրան։ Միևնույն ժամանակ գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարում է՝ փաստեր չկան, որ Իրանը միջուկային զենք է ստեղծել կամ այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Մի բան է բնական ուրանը հարստացնել մինչև 90% ըստ U235-ի, ինչը բավական է ռումբ պատրաստելու համար, որ դեռևս լինելու է ուրանի հեքսաֆտորիդի տեսքով։ Այլ բան է ուրանի հեքսաֆտորիդը վերածել մետաղական ուրանի, ինչի համար համապատասխան հնարավորություններ են անհրաժեշտ։ Եթե ցանկանում եք մարտագլխիկները տեղադրել հրթիռների վրա, բավականին առաջադեմ տեխնոլոգիաներ են պետք։ Չգիտեմ որքանով է Իրանը առաջ գնացել այդ ոլորտում, բայց միայն հարստացված ուրան ունենալը չի նշանակում, որ նրանք միջուկային զենք ունեն։ Թեհրանն ընդունում է, իրանական օբյեկտները տուժել են, բայց չեն ոչնչացվել։ Միջուկային ծրագիրն էլ չի չեզոքացվել, իսկ վնասված կառույցներն ու տեխնոլոգիաները կարող են վերականգնվել։ Այո, Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են, ինչը բնական է։ Դրանք բազմիցս հարձակման են ենթարկվել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և այլ գործակալություններ զբաղվում են դրանով։ Թե իրականում ինչ մասշտաբի վնաս է հասցվել Իսլամական Հանրապետության միջուկային կարողություններին, բարդ է ասել, հատկապես հաշվի առնելով, որ միջազգային անկախ դիտորդները հասանելիություն չունեն իրանական օբյեկտներին։ Օրերս էլ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին օրինագիծը։ Իրանա-իսրայելական էսկալացիայից հետո մենք այլևս հնարավորություն չունենք հետևելու Իրանում ուրանի հարստացման գործընթացին։ Մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանի հարցը շատ լուրջ է։ Այն ինչ որ տեղ է, սակայն ռազմական գործողությունների սկսվելուց հետո գործակալությունը կորցրել է դրա հետքը։ Ռաֆայել Գրոսին հավելել է, Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացման մասին պնդումները չափազանցված են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հնարավորինս ուսումնասիրել է Իրանին ամերիկյան հարվածների հետևանքները։ Կառույցի գնահատմամբ տուժել են Նաթանզի օբյեկտի ստորգետնյա սրահները, որտեղ նախկինում ուրանի հարստացում է իրականացվել։ Ռադիոակտիվ և քիմիական նյութերի տեղային արտանետում է գրանցվել, սակայն օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան։ Ինչ վերաբերում է Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտին, հարվածների պատճառով վնասվել են ստորգետնյա համալիր տանող ճանապարհները և օբյեկտի մուտքերից մեկը։
Իսրայելական եւ ամերիկյան հարվածների հիմնական թիրախը եղել է Ֆորդոյի գործարանը, Իրանի ամենապաշտպանված եւ ամենակարևոր միջուկային օբյեկտը։ Այն ըստ տարբեր գնահատականների գտնվում է 80-ից 90 մետր գետնի տակ։ Տեղեկություններ կան, որ գործարանում առկա հարստացված ուրանի պաշարները տարհանվել էին դեռ մինչև ամերիկյան հարվածները։ Ուստի օբյեկտը որևէ անդառնալի վնաս չի կրել։ Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը։ Financial Times-ը վկայակոչելով եվրոպական հետախուզական գործակալություններում իր աղբյուրները հայտնում է, որ նախնական տվյալով Իրանի հարստացված ուրանի պաշարները մեծ մասամբ չեն տուժել։ Եվրոպայում դեռ սպասում են Ֆորդոյին հասցված վնասի վերաբերյալ լիարժեք զեկույցի։ Նախնական տվյալով խոսքը լուրջ վնասների, սակայն ոչ կառուցվածքային ավերածությունների մասին է։ Համենայն դեպս 408 կիլոգրամ ուրանը կենտրոնացված չի եղել Ֆորդոյում, այն նախապես տեղափոխվել է անվտանգ վայրեր։ Ըստ օրերս հրապարակված արբանյակային պատկերների ամերիկյան ռմբակոծությունից առաջ Ֆորդոյի գործարանի մուտքի մոտ բեռնատարներ են նկատվել, որոնցով էլ հնարավոր է տարհանվել են միջուկային նյութերը եւ տեխնոլոգիաները։ Այս ենթադրությունը սակայն որևէ կերպ ապացուցել դեռևս հնարավոր չէ։ Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների հետևանքների մասին հաղորդագրությունները վերջնական չեն, նաև հաշվի առնելով լեռներում Ֆորդոյի տեղակայման առանձնահատկությունները շատ երկար ժամանակ կպահանջվի հասկանալու իրական վնասի չափերը։ Իրանցիներն ակնկալում էին, որ միջուկային օբյեկտները կարող են ռմբակոծվել եւ անկասկած կպատրաստվեին անկախատեսելի սցենարներին։ Փորձագետների համոզմամբ Իրանի միջուկային ծրագրի չեզոքացման մասին չի կարելի խոսել նաև հաշվի առնելով Բուշերի ատոմակայանի առկայությունը։ ԱԷԿ-ում կարող է արտադրվել պլուտոնիում, որը տեսականորեն կարող է օգտագործվել միջուկային նպատակներով։ Չնայած Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից հնչող սպառնալիքներին Թեհրանը հաստատակամ է, չեն հրաժարվելու թափանցիկ միջուկային ծրագրից։ Իրավունք ունեն խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության եւ բժշկության ոլորտներում։ Իսկ միջուկային զենք մշակելու նպատակ չունեն եւ չեն ունեցել։ Իսկ մինչ այդ հարստացված ուրանի ճակատագիրը մնում է անհայտ։ Դիանա Գասպարյան, լուրեր։